Բարի առավոտ, մեր ամենագլխավոր արևներին, սիրելի հեռուստադիտողներ, ջան, ողջունում եմ եւ իսկապես բարի արև ենք ձեզ մաղթում։ Ասում ենք միացեք մեզ առաջին ծրագրին, որպեսզի միասին փորձենք այս 2 ժամը լավ տրամադրություն ունենալ։ Սիրելիներս, այսօր առաջարկելու եմ նախաճաշի տարբերակ, կամ կարելի է անվանել նաեւ նախուտեստի տարբերակ։ Այն պատրաստման եղանակը շատ հեշտ է, ես վստահ եմ բոլորը ծանոթ եք, կամ եթե ինքներդ երբևէ չեք փորձել, գոնե լսել եք, մենք այսօր պատրաստելու ենք բրուսկետա։ Բրուսկետայի պատրաստման այսպես հիշեցում է ինձ անցյալ շաբաթ ուրբաթ օրը արեց Սոնան, ասաց կարելի է բրուսկետա պատրաստել, ես համաձայնվեցի եւ որոշեցի հենց այսօր իրագործել դա։ Այսօր պատրաստելու ենք բրուսկետա։ Բրուսկետան շատ հետաքրքիր ինքը եւ շատ այսպես դինամիկ, շատ արագ պատրաստվող, շատ հավես պատառիկներ են, որոնք հիմնականում, այսինքն հիմքը հանդիսանում է հացիկը։ Հաց, որը չորացնելու ենք, համեմունքներով պետք է չորացնել եւ վրան ուրեմն ավելացնել որից է խավարդ։ Կլինի լոլիկ, կլինի բանջարեղեն, կլինի պահածոացված օրինակ թունաձուկ, շատ տարածված տարբերակներ։ Իհարկե աշխարհում ամենատարածված բրուսկետան դա լոլիկով, մացարելայով եւ կանաչ ռեհանով, այսինքն բազիլիկով տարբերակն է, որի վրա վերջում բալզամիկ սոուս են ավելացնում, շատ համեղ է, ամենատարածված հատկապես իտալացիների մեջ, որովհետեւ բրուսկետան կարծես թե իտալացիներն են հորինել, վստահ չեմ, բայց դա այնուամենայնիվ Հիմա ինչ ենք անում, եւ հացիկների, չորահացիկների վրա մենք պետք է խյուս պատրաստենք եւ քսենք, խյուսը ես կպատրաստեմ պեստո տարբերակ, ինչ որ նմանատիպ մի բան, ձեզ կառաջարկեմ, բայց շատ համեղ է, եւ ասեմ, որ բրուսկետան հիմնականում ինչու են որոշել, այսինքն ինչու են հորինել բրուսկետա պատրաստելը, որովհետեւ հասկացել են, որ որոշակի մթերքներ մնում են եւ կարող է այնպես ստացվի, որ դեն նետեն, իսկ դեն չնետելու համար որոշել են օրինակ 1-2 օրվա մնացած հացիկը նորից մշակել, համեմել, չորացնել եւ վրան թարմ բանջարեղեն կամ որևիցե պանրի տեսականի տեղադրելով ստանալ նոր կերակրատեսակ, նոր բաղադրատոմս։ Այնպես որ սա էլ նկատի ունեցեք, ես շատ համամիտ եմ այն մտքի հետ, որ որևիցե մթերք պետք չէ դեն նետել, պետք է նորից վերամշակում անցկացնել եւ ելի օգտագործել։ Այսօր մենք ուրեմն պատրաստում ենք բրուսկետա։ Մեզ պետք են չորահացիկներ, չորահացիկը ընտրեք, այսինքն թարմ վիճակում են դեռ, մենք իրենց պետք է վերածենք չորահացի։ Ես հիմա այս թավայի մեջ, այսպես կդասավորեմ մեր ուրեմն հացիկները, դուք կարող եք սպիտակ հացը ընտրել, կարող եք սև հաց ընտրել, կարող եք տարեկանի հաց ընտրել, արդեն դա ճաշակի հարց է։ Եվ իհարկե հիմա մենք կհամեմենք այս հացիկները ու կտեղափոխենք ջեռոց։ Նույնիսկ կարող եք սիրելիներս պարզապես մի փոքր թավայի մեջ կարակ տրորել եւ հենց այդ թավայի մեջ էլ տապակել, այդպես էլ կլինի։ Պարտադիր չէ, որ ջեռոցում այն չորացնեք, կարող եք հենց թավայի մեջ չորացնել։ Դա էլ ըստ օրվա ռիթմի, ըստ ձեր հարմարության։ Այսպես։ Հա, այս մի կտորը առայժմ կթողնենք մի կողմի վրա, չնայած այն եւս կարելի է այսպես փոքրացնել, ահա, եւ սա էլ օգտագործել, ինչու ոչ, ահա։ Հիմա շատ արագ ես բուսայուղը լցնում եմ, պարզապես այսպես մի շերտ, սիրելիներս, եւ համեմունք եմ լցնելու սխտոր, սև պղպեղ եւ աղ ու համեմի ուրեմն սերմ։ Սիրելիներս, հիմա այս պահի մեզ մոտ լինելու է դադար, ես քիչ հետո կվերադառնամ եւ միասին կհամեմենք, կտեղափոխենք ջեռոց։ Բարի առավոտ իմ թանկագին հեռուստադիտող։ Այսօր ես ձեզ առաջարկում եմ նախաճաշի տարբերակ կամ նախուտեստի տարբերակ։ Այս համեղությունը դուք կարող եք պատրաստել եւ նախաճաշի, ինչպես նշեցի,
ժամին եւ ինչու ոչ, ես կարծում եմ երեկոյան էլ շատ համահունչ կլինի, երբ բոլորը հավաքվում են, շատ արագ պատրաստել եւ իմիջիալոց շատ թեթև ընթրիք կլինի դա։ Այնպես որ կարելի է կիրառել նաեւ երեկոյան այս համեղ պատառիկները։ Ինչ ենք անում, սիրելիներս, ինչպես ասացի, պատրաստում ենք բրուսկետաներ, իսկ դրա համար մեզ պետք են հացիկներ, որոնք մենք պետք է բուսայուղով կամ ձիթապտղի յուղով համեմենք։ Շատ տարբերակներում նաև թավայի մեջ կարագով տապակել, ընտրությունը ձերն է, ես այստեղ արդեն բուսայուղը լցրել եմ, մեզ պետք է, ինչպես նշեցի, համեմի սերմ, ես ահա կավելացնեմ հացիկների վրա, համեմի սերմ, այստեղ սխտորի փոշի ունենք, ավելացնենք նաև սխտորի փոշի, Եթե շատ ավելի ցանկություն լինի, շատ ավելի մանրակրկտորեն այս ամեն ինչը պատրաստել, սիրելիներս, կարող եք սոուս պատրաստել սխտորով, ձիթապտղի յուղով, համեմունքներով, այնուհետև շատ այսպես խնամքով տրորել այդ հացիկների վրա եւ տեղափոխել ջեռոց։ Բայց ես առաջարկում եմ ամենաարագ պատրաստվող տարբերակները։ Մի փոքր սև պղպեղ ենք ավելացնում հացիկների վրա ու տեղափոխում ենք ջեռոց։ Ահա Շատ հեշտ տարբերակ, շատ արագ պատրաստվող։ Սիրելիներս, ջեռոցը շատ ուրեմն ջերմաստիճան շատ բարձր չէ, չեմ բարձրացրել ջերմաստիճանը, այսինքն 180 աստիճան չէ, այլ 145, այնպես որ սա նկատի ունեցեք, որպեսզի այսպես դանդաղ իրեն համար հանգիստ չորանա հացիկները։ Հիմա ինչ ենք անցնում ենք առաջ եւ ամենագլխավորը պետք է պատրաստենք այն խյուսը, որը պետք է տրորենք մեր հացիկների վրա։ Ողջույն գեղեցկուիս, ո՞նց ես։ Շատ լավ եմ, հատկապես երբ այսօր նախաձեռնել ես պատրաստելու նախաճաշի իմ սիրելի տարբերակներից մեկը, այնպես որ ես եկել եմ մեծ հաճույքով քեզ օգնելու։ Շնորհակալ եմ Սոնա ջան, եւ փոքրիկ հուշումները ինձ շատ օգնում են խոհանոցում։ Շնորհակալ եմ քեզ, որ ուրբաթ օրը հիշեցրեցիր ինձ բրուսկետաների մասին։ Սիրով։ Եվ հիմա ինչ ենք անում, քանի որ ես ասացի, որ պետք է յուրաքանչյուր բրուսկետայի, ուրեմն հացիկի վրա ինչ որ բան են խյուս են տրորում։ Դա կարող է լինել պանրային, օրինակ կատնաշորային պանրի տարբերակով էլ կա, շատ համեղ է, դա են տրորում հացիկի վրա կա եւ պեստո սոուսը կա, ինչ որ բազմապիսի տարատեսակ տարբերակներ, բաղադրատոմսեր, այնպես որ Էլոլայի տեսականում մեծ մասը կարող ենք օգտագործել։ Իհարկե, միանշանակ, նույնիսկ ճիշտ է, ես կուզեմ նշել նաև, որ քամած մածնով էլ կարելի է շատ համեղ ընկույզով էլի շատ սենց հետաքրքիր ինչ-որ բան ստանալ։ Հիմա ես այսօր նախընտրում եմ ուրեմն պեստո սոուս պատրաստենք, իհարկե ինքը օրիգինալ պեստո չի, ինչ որ մենք այսօր կպատրաստենք, ասեմ, որ պեստոն իտալական խոհանոցից է, էլի իտալացիների, այսպես ասած, գյուտարարությունն է, նրանք են հորինել պեստոն, որը բաղկացած է ուրեմն իտալական սոճու հատիկներից եւ իհարկե այնտեղ կանաչ ռեհանն են շատ օգտագործում, բազիլիկով է պատրաստվում եւ իհարկե ձիթայուղ, սխտոր եւ այլն եւ այլն։ Ամենաօրիգինալ տարբերակը դա է, այսինքն կանաչ ռեհանի տերևներով։ Բայց ես այսօր փոխարինում եմ համեմով։ Դե օրիգինալը չի, բայց օրիգինալ ձևով կպատրաստենք պեստո սոուսը։ Անպայման, մեզ մոտ էլ այստեղ ինչ որ կատարվում է օրիգինալ է։ Իդեպ հայ զամբյուղը ինչպես միշտ ֆանտաստիկ գեղեցիկ է։ Այո, ես էլ եմ իրեն շատ սիրում եւ շատ հարմարավետ է եւ գեղեցիկ։ Պարունակությամբ շատ էսթետիկ գույներ ընտրում ես միշտ եւ համադրում։ Շնորհակալ եմ սիրելիս։ Եվ հիմա պետք է մի քանի այսպես կտորներ անենք, որպեսզի հարի չկարողանա շատ հեշտությամբ այն հարել։ Ինչքան հնարավոր է կարողանամ մանրացնել, որպեսզի հարիչը այսպես իրեն արդարացնի եւ նշեմ, որ եթե հեռուստադիտողը իհարկե ցանկություն ունենա բազիլիկով պատրաստել, անպայման թող փորձի, եթե մինչ այս պահը չի փորձել։ Ես պարզապես ցանկացա հեռուստադիտողին առաջարկել եւ մատչել եւ շատ հասանելի տարբերակը։ Իդեպ երեխաները եւս շատ սիրում են բրուսկետաներ, այնպես որ եթե հատկապես ունեք շատ տենց չուտող երեխաներ, կարծում եմ բրուսկետան իրենք կսիրեն։
Այսպես սեփական օրինակից է ասում Սոնան, այնպես որ սա էլ նկատի ունեցեք, այո, շուտով երեխաների համար հորինեք ինչ որ բաներ, որոնք թեկուզ եւ նաեւ բրուսկետան շատ աչք շոյող է իմիջիալը շատ գեղեցիկ է, անկախ ամեն ինչից, շատ, այսպես նախաճաշ է լրիվ, էլի, եւ շատ էսթետիկ է, գեղեցիկ է, թեթև է, նաեւ ինչու ոչ օգտակար է, չէ, որովհետեւ այդ բաղադրիչները շատ օգտակար են, այնպես որ լավագույն տարբերակներից է նախաճաշի։ Ամենաօգտակարներից, օրինակ դու նկատի ունեցի, եթե ես հիմա պատրաստում եմ pesto սոուս, իսկ pesto սոուսի, եթե ի օրիգինալ տարբերակում սոճու ուրեմն հատիկներն են, ապա այստեղ ես ընկույզ եմ օգտագործելու, որը էլի շատ օգտակար է, այո, ամենագլխավորը յոդի մեծ պաշար ունի ուրեմն ընկույզը, որը անհրաժեշտ է մեր օրգանիզմին, այնպես որ խորհուրդ եմ տալիս անպայման, այո, այս տարբերակը կիրառել անպայման։ Ամբողջությամբ այս կանաչին լցնեմ ես այս տարայի մեջ, որպեսզի մենք հարիչով այն հարենք։ Այսպես։ Այստեղ մենք օգտագործելու ենք սիրելիներս նաև սխտոր։ Ինչ pesto առանց սխտորի դա չի կարող լինի։ Ոչ, ես հենց հիմա, այո, մի քանի կտոր կկտրեմ, բավականին էլ փոքրիկ սխտորիկներ են։ Ես այսպես կտորների կվերածեմ ու կլցնեմ։ Հարիչը իր գործը արդեն կանի հաստատ։ Այ այսպես։ Սա էլ այսպես։ Սոխի հետ ինչ ենք անելու։ Ինչպես եք վարվելու սոխի հետ։ Այո, հիմա ես քեզ կասեմ, քանի որ pesto-ն, ինչպես նշեցի, տարատեսակ բաղադրատոմսեր ունի, այսինքն տարբերակներ, այն պատրաստվում է, սկզբում նշեցի, եւ բանջարեղենի խավարտով, եւ օրինակ մսամթերքի պահածոացված, որից է մսամթեր, հատկապես թունայով է։ Այո, թունաձկան տարբերակով, իհարկե նշեցի, որ ամենատարածվածը լոլիկը, մոցարելա պանիրը կանաչ ռեհանով։ Ես հիմա ուզում եմ մի 3 տարբերակ պատրաստենք։ Իդեպ դու որ տարբերակ ում բաղադրատոմսն ես ընտրել կամ որտեղից ես վերցրել, որն ես նախընտրել։ Ես ընդհանրապես շատ սիրում եմ հենց էլի օրիգինալ տարբերակը, մոցարելան եւ լոլիկը, բալզամիկ սոուսով շատ եմ սիրում, բայց ընդհանուր ես խոհանոցային այդ հրաշքներից եմ ուզում օգտվել, ոչ թե յուրահատուկ ինչ-որ բան եմ նախընտրել, այլ հենց նշված է, չէ, որ բազմապիսի տարբերակներ կարելի է այսօր հենց 2-3 տարբերակ փորձել պատրաստել եւ քանի որ մենք ունենք մեծ զամբյուղ Էլոլայի կողմից առաջարկվող, ես կուզեմ նաեւ մեկ տարբերակը հենց պատրաստենք պանրային տարբերակով, վարունգով։ Իմ ամենասիրելի տարբերակներից։ Ապրես, ես հենց այդպես էլ նախատեսել եմ, որ պետք է մեկը վարունգով, մեկը լոլիկով եւ շալոտ սոխով։ Այս սա էլ շատ տարածված տարբերակ է։ Դե ես եւ քույրիկս հենց այդ 2 տարբերակն ենք բրուսկետաների պատրաստում տանը։ Միշտ այսպես բաժանվում ենք 2 խմբի, ինքը լոլիկով տարբերակն է պատրաստում, ես վարունգով համադրում ենք մեկ ափսեի մեջ եւ երկուսն էլ շատ սիրում ենք եւ նաեւ շատ սիրուն լավ տարբերակ է։ Երևի թե հենց բրուսկետայի առավելությունը դրանում է կայանում, որ ինքը բազմապիսի տարբերակ բոլոր ճաշակներին ինչ սիրում եք կարող եք դնել հացի վրա համեմված են եւ յուրաքանչյուր քիմքին հարիր, այնպես որ մեծ ափսե է դա դառնում տարբեր տարբերակներով ու ով որը ցանկանում է նա էլ ճաշակում է։ Հիմա ասեմ, որ պետք է ընկույզը այսպես կտրատել եւ լցնել մեր էլի այսպես ասած տարայի մեջ, այո պատրաստվող տարայի մեջ։ Այո, դու կարող ես իմիջիալոց Սոնա ջան, նշեմ, այստեղ կիտրոնի հյութ եմ ես քամել, կարող ես արդեն ավելացնել։ Մի փոքր աղ եւ սև պղպեղ կարող ես արդեն ավելացնել այդտեղ, ինչ ես։ Ոնց ընտրեմ քո աչքաչափը։ Դու սկսի աշխատել, ես քեզ կասեմ։ Աղ եւ սև պղպեղ։ Այո։ Կես գթալ։ Ավելի մի քիչ ավել, այո, շատ լավ է, այդքան բավական է։ Մենք հետո կհամտեսենք, եթե կարիքը լինի, սիրելիներս էլի կավելացնենք համեմունք։ Սև պղպեղը խնդրեմ, կարող ես ավելացնել։ Նույն չափով։ Այո, մի քիչ ավել, այո, շատ լավ է։ Ահա։ Եվ կարող ենք հիմա կարճատև դադար ունենալ։ Ավելացնելով ընկույզը կարող ենք, այո, այստեղ ավելացնենք ընկույզ եւ մի փոքր բուսայուղ ես կավելացնեմ եւ կհարենք։ Արդեն վերջում կտեսնեք հարված տարբերակ։ Այո, հարելը աղմուկ է առաջացնում, դա կանենք կադրից դուրս։ Հիմա կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կողջունենք մեր այսօրվա առաջին հյուրին։ Բարի առավոտ իմ շատ սիրելի հեռուստադիտող։ Սիրելիներս, ես աշխատանքի մեջ եմ, ինչպես հիշում եք, մենք այսօր պատրաստում ենք բրուսկետաներ,
ահա այն համեղ պեստո սոուսը մեր տարբերակով համեմով, ընկույզով, սխտորով, բուսայուղով եւ կիտրոնի հյութով մենք արդեն հարիչի օգնությամբ հարեցինք, ահա ստացել ենք այսպիսի համեղ խյուս, շատ համեղ է ժողովուրդ ջան, եթե փորձեք, հաստատ վստահ եմ դուք էլ կհավանեք։ Ահա, սա կօգտագործենք քիչ հետո։ Իմիջիալոց մեր հացիկներն էլ արդեն չորացել են։ Հիմա ինչ ենք անում, շարունակում ենք մեր աշխատանքը, ես վարունգը մանր կտրատեցի, ինչպես հիշում եք հացիկների վրա պետք է տեղադրենք մի քանի տարբերակով խավարտներ, մեր նախընտրած բանջարեղենն ենք օգտագործելու, մենք այսօր ունենք լոլիկ եւ վարունգ, իհարկե մյուս տարբերակը ես պատրաստելու եմ քամած մածնով, վարունգով եւ ընկույզով եւ մեկ տարբերակը կպատրաստենք արդեն պեստո սոուսով եւ պանրով, վրան պանիր պարզապես կդնենք։ Էնպես որ մնացեք մեզ հետ, որպիսի այս ընթացքը ձեզ էլ հասկանալի լինի, եթե ինչ որ հարցեր կլինեն, անպայման արձագանքեք, ես մեծ սիրով կպատասխանեմ, բայց ինչը վերաբերվում է այս համեղ նախաճաշին, խորհուրդ եմ տալիս անպայման փորձեք։ Եվ շատ օգտակար է, եւ շատ հեշտ պատրաստվող է, եւ շատ համեղ է, եւ շատ գրավիչ է, իր տեսքը վերջում շատ գրավիչ է լինելու։ Հիմա սիրելիներս, լոլիկը պետք է կտրատենք։ Ես իմիջիալոց որոշել եմ լոլիկի միջուկը հեռացնել, որպիսի շատ իր հյութը այսպես չտարածվի բրուսկետայի վրա, որովհետեւ հիմնականում սիրելիներս, հացիկը պետք է մնա 4 տարբերակում։ Այս բոլոր բաղադրիչները իմիջիալոց մատուցելուց առաջ պետք է տեղադրել հացիկի վրա, որ հացիկի խրթխրթան չոր լինելը պահպանվի։ Սա էլ նկատի ունեցեք եւ այդ պատճառով ես ուզում եմ լոլիկի միջուկը հեռացնել, որպեսզի հացիկը չթրջվի։ Ահա, մեզ մի աման է պետք իմիջիայլոց, որպեսզի ես միջուկը հեռացնեմ։ Իհարկե միջուկը կհեռացնենք եւ այն կպահենք մեկ այլ ուրեմն ուտես պատրաստելու ժամանակ օգտագործենք, շատ լավ տարբերակ է լոլիկով ձվածեղ պատրաստելու համար, կամ օրվա կերակուրը, օրվա հիմնական կերակուրը, եթե պատրաստելու եք, ճաշիկը օրինակ կարելի է այս միջուկը մեջը օգտագործել։ Դե սիրելիներս, դուք ինձնից լավ գիտեք ինչ կանեք։ Ահա, այսպես, մենք օգտագործենք միայն այս ուրեմն 4 հատվածը լոլիկի։ Այսպես Մեկ լոլիկը մեզ բավական է, այսինքն կհերիքի մեր ամբողջական այդ բրուսկետաները պատրաստելու համար բավական մեծ լոլիկ ունենք։ Ցելի Ադրինե, ջան, ինչով օգնեմ։ Մենք այս պահին կարծես թե շաբաթվա սկիզբը երկար քնել եմ, հանգստացել եմ, շատ էներգիա ունեմ։ Անընդհատ ուզում ինչ-որ բանով օգնել։ Ես շատ ուրախ եմ, որ այո, այսպեսի առավոտյան բարձր տրամադրություն եւ այսպես լավ էներգիա։ Իդեպ երբ հնարավորություն է լինում այսպես շատ աշխատանքային շաբաթներից հետո գոնե մեկ օր հանգիստ ունենալ եւ ուղակի քնել ու ոչինչ չանել, այնքան էներգիայով այսպես լի վերադառնում ես աշխատանքի, որ ասում ես ինչու այդ մեկ օրը չէի կարողանում ավելի շուտ գտնել։ Իդեպ երեք էլ չէի պլանավորել այդ մեկ օրը ունենալ, պարզապես այդպես ստացվեց եւ եղանակն էլ քանի որ այդպես շատ փոթորիկային եւ ոչ այնքան բարենպաստ էր։ Իդեպ փոթորիկի մասին ես post factum եմ իմացել, որովհետեւ այդ ժամանակ քնած եմ եղել եւ ընդհանրապես չեմ իմացել ինչ է կատարվում։ Շատ ավելի լավ։ Մեզ մոտ հետո արդեն տեսել եմ տարբեր այդպես գրառումներ, որ ծառեր են պոկվել եւ այլն փոթորիկ է եղել եւ շատ ուրախ էի, որ այդ ընթացքում չես մասնակցել։ Այո, հոյակապ է։ Սոն ջան, դու կարող ես արդեն մոտավորապես բացել քամած մածոնը, սիրելիներս, այո։ Քամած մածոն ենք օգտագործելու։ Դու կարող ես այն բացել լցնել այս ամանիկի մեջ եւ այստեղ լցնել մի փոքր վարունգ, մենք այն կխառնենք ընկույզի հետ եւ այդպես կտեղադրենք հացիկների վրա։ Իսկ այդ ընթացքում ես իհարկե լոլիկը շատ պետք է մանր կտրատեմ։ Ահա։ Եվ որպեսզի վերածենք աղցանի եւ տեղադրենք հացիկի վրա։ Ինչպես ասացի, Սոն ջան, մի քանի տարբերակ ենք պատրաստելու, մեկը այհենց քամած մածնով, մեկը լոլիկով, մեկը պանրով, այսպես կփորձենք տարբերակներ առաջարկել հեռուստադիտողին, որպեսզի նրանց համար էլ հասկանալի լինի, թե ինչպես պետք է այն օգտագործել։
Եվ այն թունա ձկով տարբերակը շատ համեղ է, էլի շատ համեղ է, սիրելիներս։ Այո։ Ձերքի տակ լինի, այ կամ որոշեք որ։ Եվ կարող եմ մի բան էլ ասել։ Այո, իհարկե։ Կարող է առաջարկներ, կարող է առաջարկ ընդհանրապես չդիտարկվել, բայց նաև սիրում եմ կրուասան թունա ձկով եւ սոուսով շատ էլի նախաճաշի տարբերակ է, էլի շատ համեղ է։ Եթե թունա ձուկ սիրում եք, կրուասանով տարբերակը վստահ շատ կսիրեք։ Ոնց որ հալ չի բերանի մեջ եւ շատ համեղ է։ Կփորձենք նաև կփորձենք դա իրագործել այստեղ, որպեսզի հեռուստադիտողին էլ եւ հասկանալի լինի։ Երբեմն բաներ կա, որ խոսում ես այդ բանի մասին, մի տեսակ ասում ես, «Ոայ տեղը չեմ բերում, ինչի հետ ես»։ Բայց երբ սկսում ես պատրաստել, վերհիշում ես ամեն բան, չես հավեսանում պատրաստել, բայց երբ տեսնում ես արդեն գործընթացը, ընթացքը, հետո պատրաստված գեղեցիկ մատուցման տարբերակը, ասում ես ես էլ կպատրաստեմ, այո, իմիջիալոց, այո, տեսանելի աչքը, այո, հենց վիզուալ տեսքը շահագրգռում է, որպեսզի այո, մարդիկ ավելացնեմ, թե այո, մի փոքր կարող ես ավելացնել, այո, որովհետև էլի պետք է գալու մեզ վարունգը, դու կարող ես, այո, կարող ես այս գթալով նույնիսկ ավելացնել, խնդիր չի։ Ված չի։ Ավելացնես, այնտեղ ավելացնելու ենք նաև ուրեմն աղ եւ սև պղպեղ եւ իհարկե ընկույզ։ Քիչ հետո ընկույզ էլ կմանրացնենք եւ կավելացնենք, ու այդպես կտրորենք մեր հացիկների վրա։ Ես փոքր ժամանակ կրիա էի պահում եւ իմ կրիայի նախաճաշներ, սա ճաշը եւ ընթրիքը, այո, ինքը շատ սիրում էր վարունգ եւ քամած։ Այո, ես էլ տեսել եմ, որ կրիաները վարունգի կեղև շատ են, ընդհանրապես վարունգ, այո, շատ կեղև։ Ամբողջությամբ վարունգը։ Այո, ես շատ մեծ հաճույքով ուտում էր։ Իմ հարազատ եղբայրն էլ է պահում, Ժորժ ջան, այսքան կրիա էր, երևի, չգիտեմ, 10 դրամանոցից մի փոքր մեծ, բայց ինքը հիմա այսքան է, այսքան է։ Շատ վարունգիկներ եք եղել կրիա։ Եվ այո, ինքը այնպես իրեն լավ է զգում, չեք պատկերացնում։ Դե ինչ, այս լավ նոտայի վրա մենք հիմա կգնանք դեպի դադար, կունենանք կարճատև դադար, որից հետո անպայման կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։ Բարի ողջույն իմ թանկագին հեռուստադիտող, այսօր շատ համեղ Սոնան ճիշտ նշեց, նախաճաշի տարբերակ ունենք, որը կարծում եմ շատ նաև գրավիչ է, բացի այն, որ օգտակար է եւ համեղ, նաև շատ գրավիչ է, խորհուրդ եմ տալիս անպայման դուք էլ փորձեք մի 10 րոպե, 15 րոպե տրամադրել այս ամեն ինչին, բայց դրա փոխարեն շատ համեղ կերակրել ընտանիքի անդամներին։ Եթե շաբաթվա ընթացքում զբաղվածության պատճառով չի ստացվի, ապա հանգստյան օրերին հաստատ կարծում եմ շատ տեղին կլինի։ Սիրելիներս, մենք այսօր պատրաստում ենք բրուսկետաններ, ահա ես ցույց տամ, թե հացիկները ոնց են չորացել, նրանք շատ հարմար, շատ այսպես համահունչ եւ իհարկե հավասարաչափ չորացել են, եւ հիմա մենք պետք է արդեն սկսենք պատրաստման այն տարբերակը, որը ես եմ ձեզ առաջարկում այսօր։ Հիշում եք, մենք պատրաստեցինք pesto sauce, իհարկե մեր տարբերակով, դա համեմ էր սխտոր, ընկույզ, ձիթայուղ եւ իհարկե սև պղպեղ եւ աղ, մի փոքր կիտրոնի հյութ ենք այստեղ ավելացրել եւ հիմա պետք է այն տրորենք հացիկների վրա։ Իսկ շարունակությունը ուրեմն այս բազմապիսի բանջարեղեններն են, այսինքն այն խավարտները, որը մենք պետք է ավելացնենք հացիկների վրա, այստեղ ունենք լոլիկ վարունգ տարբերակ, այստեղ ունենք շալոտ սոխ լոլիկ տարբերակ, այստեղ ունենք արդեն քամած մածուն, ընկույզ վարունգ տարբերակը եւ մի քիչ էլ այստեղ պանիր ունենք, որը այլ տարբերակ ենք պատրաստելու։ Հիմա գնանք առաջ, գլխավորը եկեք համեմենք այս բոլոր բանջարեղենները։ Այստեղ ավելացնում ենք լոլիկի վարունգի հետ ավելացնում ենք սև պղպեղ, աղ, մի փոքր աղ եւ ես ուզում եմ մի քիչ կիտրոնի հյութ ավելացնել, որպեսզի հյութեղ եւ շատ համեղ ստացվի այն, որովհետեւ յուղ չեմ ավելացնի, այսինքն կամ ձիթայուղ կամ բուսայուղ չենք ավելացնի, քանի որ մեր խյուսը այնքը համեմված է արդեն յուղով եւ նաեւ հացիկը յուղով է տապակված, որպեսզի ավելի թեթև լինի։ Ահա, այս մեկ տարբերակը պատրաստ է արդեն, լոլիկ, վարունգ, սև պղպեղ, աղ եւ կիտրոնի հյութ։
Ես մեկական տարբերակ բոլորից կպատրաստեմ, ինչու ամբողջությամբ չեմ պատրաստի, հիշեցնեմ, որ այն պետք է հենց մատուցելուց առաջ այս ամեն գործողությունները կատարվի եւ մատուցվի, բայց մեկական տարբերակ հենց հիմա կպատրաստենք։ Շալոտ սոխը եւ լոլիկը նորից համեմում ենք սև պղպեղով, համեմունքները չի փոխվում։ Նույն տարբերակն ենք օգտագործում, էլի մի քիչ աղ, էլի մի քիչ ուրեմն կիտրոնի հյութ։ Այսպես, սա էլ համեմեցինք, դրեցինք մի կողմի վրա, այսպես։ Եվ իհարկե, մյուս տարբերակը մեզ մոտ քամած մածուն, վարունգ, ընկույզ, աղ, այսպես, և սև պղպեղ։ Սա էլ մյուս տարբերակը, լավ խառնեցինք և թողեցինք մի կողմի վրա։ Եվս մեկ անգամ ողջույն Սոնա ջան։ Եկել եմ վերջնական արդյունքի հետևից եւ օգնելու։ Այո, հիմա տեսնենք թե ինչ ենք անում։ Ես հեռուստադիտողին ասացի, որ Ինչ տեսականի կա։ Այո, մեկական տարբերակ հիմա կպատրաստենք, որպեսզի հեռուստադիտողը հենց այս պահին մեզ հետ լինի։ Այո։ Հետո ավելի ուշ ես կշարունակեմ ու վերջում կմատուցենք։ Ինչ ենք անում։ Ես պատկերացնում եմ ինչքան գեղեցիկ է ստացվել։ Հուսանք։ Եվ իհարկե մեր չորահացիկը արդեն պատրաստի վիճակում հիշեցնեմ, որ բուսայուղ էինք ցանել իր վրա սխտորի փոշի համեմի սերմ եւ սև պղպեղ ու այդպես ջեռոցում չորացրել ենք։ Ցանկության դեպքում կարող եք հենց կարագով թավայի մեջ չորացնել այն։ Հիմա մեր պեստո սոուսը քսում ենք հացիկի վրա։ Այսպես գեղեցիկ տրորեցինք եւ իհարկե տեղադրում ենք մեր աղցանը։ Այո, կարելի է առաջին հերթին ինչու ոչ այս տարբերակը պատրաստել։ Լոլիկ, սոխ համադրություն։ Լոլիկ, այո, սոխ համադրություն։ Համեմունքներ իհարկե կան։ Իհարկե, անշուշտ։ Այսպես, եւ ցանկության դեպքում սիրելիներս կարող եք մի կտոր պանիր ինչու ոչ վրան ավելացնել, բալզամիկ սոուս լցնել, դա էլ ճաշակի հարց է, կարելի է ըստ ցանկության, ինչպես ցանկանա։ Ահա, այս տարբերակը մի կողմ գնաց։ Հիմա հաջորդ, այո։ Նորից նույն սիստեմով, այսպես ասած, նույն ձևով պեստո սոուսն ենք ավելացնում։ Եվ իմիջիայլոց ասեմ, որ շատ այսպես հյուրասիրությունների սեղաններին էլ շատ գեղեցիկ է այս բրուսկետաները, խորհուրդ եմ տալիս, այո, եթե հյուրասիրություն ունեք, հյուրեր պետք է ընդունեք, հատկապես երիտասարդ ընտանիքները, երբ երիտասարդներով հավաքվում են ընկերներով, սա շատ լավ գեղեցիկ տարբերակ է։ Եվ գալիս է լոլիկ վարունգ տարբերակը, համադրությունը, որը շատ չի տարբերվում նախորդից, բայց վստահաբար համային մի փոքր, այո, տարբեր կլինի։ Այստեղ եթե գունային նաև տարբերություն կա, այստեղ մանուշակն է գերակշռում, այստեղ կանաչն է գերակշռում, այնպես որ էս էլ լավ տարբերակ է։ Հաջորդ տարբերակը, մածնով տարբերակը, ուրեմն կընտրենք քամած մածուն, վարունգ եւ ընկույզ, շատ համեղ համադրություն է սա։ Իդեպ, քամած մածունը մենք նախընտրում ենք մշտապես էլոլա ապրանքանիշից, ինչպես նաև կաթնամթերք ամբողջությամբ, որովհետև այս ընկերությունը առաջարկում է բացառապես անարատ կաթից պատրաստված կաթնամթերք, այնտեղ ոչ մի տեսակի հավելումներ չեն լինում եւ իհարկե պանիրների լայն տեսականի ունի էլոլան ու արդեն հանդես է գալիս իր նորությամբ Պաստուրմա սուրուգունի պանիր համադրությունը, որը ես անձամբ շատ եմ սիրել, որովհետև եւ սուրուգունի պանիրն է իմ ամենանախընտրելին եւ ամենասիրելին եւ պաստուրմա շատ եմ սիրում։ Եթե այս երկու համադրությունը առանձին դուք էլ շատ եք սիրում, միասին եւս վստահ եմ անմահական սիրելու եք։ Այո, համամիտ եմ քեզ հետ, շատ համեղ է, ձեռք բերեք, փորձեք ձեռք բերել եւ փորձել ու արձագանքեք, ասեք, որ երեխեք ճիշտ էիք ասում, շատ համեղ է։ Եվ հաջորդ տարբերակը էլի պեստո սոուսը տրորեցինք հացին, արդեն այստեղ ես ցանկացա ուրեմն մոթալ տարբերակ էլոլ ապրանքանիշի փորձել, տեսնենք թե ոնց, քանի որ մոթալն էլ իր մեջ որոշակի համեմունքներ եւ իհարկե կանաչի է պարունակում, շատ հետաքրքիր կլինի այս համադրությունը նաև, սիրելիներս, կարող եք սա էլ փորձել, իհարկե ճաշակի հարց է, ցանկության դեպքում ինչու ոչ կարելի է շատ մանր
նույն սուլուգունին շատ մանր կտրատել կամ նույն բաստուրմայով տարբերակը կտրատել եւ տեղադրել այս հացիկների վրա։ Իդեպ ես վստահ եմ, որ այս բրուսկետաների հետ դու նախընտրելու ես հյութ, բայց ես կառաջարկեմ գինի։ Ամեն դեպքում թե հյութ եւ թե գինի երկուսն էլ Իջևանի գինու գործարանից ենք նախընտրելու, որովհետեւ այս գինու գործարանը առանձնանում է իր պահածոների լայն դասականիով, հյութերի լայն դասականիով, ահա մի մասը, շատ փոքր մասը դուք հիմա տեսնում եք մեր էկրաններին, որոնք բոլորը տնական հոտի եւ համի մասին են փաստում, եւ իհարկե անմահական գինիները, որոնք պահածոների եւ հյութերի հետ միասին սիրելի են ոչ միայն Հայաստանի Հանրապետության սահմաններում, այլև այդ սահմաններից դուրս, եւ շատ վաղուց իրենց արդեն շատ զգալի տեղը ու դերը ունեն միջազգային շուկայում։ Շատ ճիշտ ես եւ մեր հեռուստադիտողին էլ խորհուրդ տանք, որպեսզի անպայման։ Ես վստահ եմ, որ բոլորն էլ փորձել են, գոնե որևէ տարբերակ փորձած կլինեն հաստատ։ Եվ ես վստահ եմ, որ նրանք էլ համոզված են, որ այստեղ յուրաքանչյուր ասված խոսք ճիշտ է, ճշմարիտ է եւ հենց տան ու տնական հոտի համի բույրի մասին է։ Իդեպ քանի որ ճշմարիտի մասին խոսեցիր, ես ուզում եմ հենց եթերում ողջույններ փոխանցել հեռուստադիտողներից սիրելի Ադրինեին եւ սիրելի Սուրենին, որովհետեւ հենց երեք ինձ մոտեցավ հեռուստադիտողներից մեկը շատ գեղեցիկ եւ շատ այսպես սիրուն ժպիտով եւ ասաց, որ հաղորդմանը հետեւում է եւ անպայման խնդրեց, որպեսզի փոխանցեմ ողջույնները իր եւ ասաց, որ բոլորի շատ է սիրում։ Ես էլ ուզում եմ բոլորիս անունից հիմա եթերում ասել, որ շատ սիրելի հեռուստադիտողներ, մենք էլ ձեզ ենք շատ սիրում եւ շատ ուրախ ենք, որ մշտապես ձեր առավոտները սկսում եք առաջին ծրագրի հետ եւ շատ հուսով ենք, որ կարողանում ենք մեր դրական ջերմությունը, էներգիան փոխանցել էկրաններից այդ կողմ նաեւ ձեզ յուրաքանչյուր աշխատանքային առավոտ։ Ամեն բան շատ գեղեցիկ ասացիր, ավելացնելու որևէ բան չկա, միայն կասեմ, որ սիրելիներս, այո, անկեղծ եւ իրավացի, մենք ձեզ շատ ենք սիրում եւ այստեղ ինչ որ կատարվում է հենց ձեզ համար։ Առանց ձեզ մենք այստեղ անելիք չունենք։ Եվ եթե ամեն ինչ պարզ է այս փուլում, մնում է միայն վերջնական, այսպես մնացած մեր չորահացերի վրա եւս ավելացնել բոլոր տեսակի այս շքեղությունները եւ մատուցել, առաջարկում ունենք կարճատև դադար, որից հետո մենք դեռ շատ հետաքրքիր զրույց ունենք, եւս մեկ հարցազրույց, մեր երկրորդ հյուրին ենք դիմավորելու եւ շատ հետաքրքիր թեմայով ենք զրուցելու, իդեպ շատ այսպես աստղային եւ հետաքրքիր հյուր ունենք, այնպես որ մնացեք առաջին ծրագրի հետ, փակագծերը հիմա չեմ բացում, քիչ անց կհանդիպենք արդեն հյուրերի համար նախատեսված սրահում։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, ահա մոտեցավ ավարտին մեր խոհանոցային հատվածը եւ մեր հաղորդաշարը։ Հուսով եմ այս ընթացքում մեզ հետ եք եղել եւ ծանոթացել եք թե օրվա բաղադրատոմսին եւ հետեւել եք այս հետաքրքիր եւ համեղ զրույցներին։ Սիրելիներս, այսօր պատրաստեցինք բրուսկետա, շատ լավ համեղ նախուտեստի կամ նախաճաշի տարբերակ։ Հուսով եմ գրի եք առել կամ ուշադիր հետեւել եք եւ մոտակա օրերին դուք էլ կպատրաստեք։ Սիրելիներս, ես ես շատ եմ սիրում, սա հաստատ իմացեք եւ մաղթում եմ լավ օրվա շարունակություն, կհանդիպենք։